Ընկերներ, ողջույն, սահմանը անցնում ենք Վառնայի հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Օրհնեցեք Տեր Արմեն։ Աստվածօրհներ Իրայր ջան։ Վարչապետը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթ ունենալու ժամանակ անդրադարձավ նաև որոշ հոգևորականների եւ ինչպես ինքը բնորոշեց եկեղեցու փաստացի պետի գործունեությանը։ Նա մասնավորապես նաև նշեց, որ որոշ հոգևորականներ փորձում են Հայաստանի շահերը զոհաբերել երրորդ երկրներին, համախմբելով նախկին նախագահներին, ռուսաստանցի եւ բելառուսամետ օլիգարխներին, հետո խոսեց հոգևորականների կողմից շարժումներ նախաձեռնելու դրանով, այսպես ասած, Ղարաբաղյան շարժումը վերակենդանացնելու, կոնֆլիկտային տրամաբանությունը վերակենդանացնելու համար ու նման բաներ։ Կխնդրեմ նախ անդրադառնալ վարչապետի ելույթին, թե ինչ է այն նշանակում այն իրավիճակում, որը արդեն ամիսներ շարունակ վարչապետի գլխավորությամբ փորձ է արվում հեռացնել կաթողիկոսին, դրա համար ձևավորվել է նաև բարենորոգման խորհուրդ, այնտեղ տարբեր բարձրաստիճան հոգևորականներ կան այդ թվում, բայց կաթողիկոսը մեկ անգամ չէ, որ իր գործողություններով եւ խոսքով ցույց է տվել, որ հեռանալու միտք էլ չունի։ Որքի մեջ ձեր հարցը շատ բազմաշերտ է եւ ես պիտի փորձեմ անդրադառնալ ամենակարևոր կետերին։ Այո, ինչ նշանակություն ունի, սա մեծ նշանակություն ունի, բայց չէ բահել, որ մենք, այսինքն ես եւ ինձ նման շատ քրիստոնյա հայրաքելականի եկեղեցու հետևորդներ, մի բահ մենք հիասթափվեցինք, այսինքն թե ինչ է կատարվում։ Ամիսները շարունակ այս հարցը ծեծվում է եւ մի բահ ինչ որ սրանում է, հետո էլի բաղենում է եւ այսպեսով, այսինքն այս վիճակը երբեք առողջ չէր եւ այս վիճակը մեզ մտահոգում էր։ Հիմա ուրեմն ինչ պատահեցավ, երեք դա մեծ իրադարձություն էր, այսինքն մեր եկեղեցու հարցը տեղափոխվեց հայաստանյան դաշտից եւ հասավ համաշխարհային ամբիոններում։ Սա մեծ իմաստ ունի, մեծ նշանակություն ունի, այսինքն գդրիչներ այսօր իր հարցը քննարկվում է եվրոպական ամբիոններում։ Եվ սա խորքի մեջ Իրայր ջան շատ հզոր ուժեղ ապտակ է։ Հզոր ուժեղ ապտակ է այն մարդոց, որոնք կհասկանան, կամչնան եւ կվախենան։ Այսինքն մինչեւ այսօր, ինչպես որ ասեցիք, ինքը միշտ ասում է, որ ինքը չի հրաժարվելու եւ դեղաշարժ չկա, մինչեւ հիմա այդ հարցը հայաստանյան զիրեններս էր, բայց այսօր ես չգիտեմ, ես իրա դեղը լինեմ, ես սրանից առաջ ասել եմ, որ ես ոչ թե կհրաժարվեմ, այլ ինքնասպան կլինեմ, բայց մանավանդ այս հայտարարությունից հետո, որ ինքը խայտարակ եղավ ամբողջ աշխարհի առջև, ինքը ստիպված է հրաժարվելու, որովհետեւ վարչապետը շատ պատասխանատու խոսք ասեց եկեղեցական պատերազմի կուսակցություն են հիմնել, այսինքն մենք այլևս եկեղեցի չունենք, սա գոչվում է պատերազմական կուսակցություն, այսինքն այն եկեղեցին, որը պիտի քարոզեր խաղաղություն, պիտի քարոզեր սեր, այսօր պատերազմ է հռչակում, պատերազմ է հայտարարում նախնիների եւ երրորդ ուժերի հետ միասին, իսկ այն երկրի ղեկավարը, որ գոչված է միայն զբաղվելով գուսակցական, քաղաքական եւ աշխարհային հարցերով, զբաղվում է հոգեվոր թեմաներով։ Այսինքն պատկերացնում եք Ժիրայր ջան, սա մեծ ամոթալի հետևանք է ունենալու մեզ համար, բայց նաեւ ուզում եմ մի բանի անդրադառնալ, որ վարչապետը իր խոսքի մեջ նաեւ այնտեղ Եվրոպական խորհրդի ամբիոնից ասեց, որ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսը եւ սա իսկապես ինձ ապշեցրեց, որովհետեւ ինչպես գիտեք, ես բազում լեզուներ եմ խոսում եւ լուրերը ամբողջ աշխարհի լուրերը հետևում եմ, լինի անգլերենով, հոլանդերենով, գերմաներենով, արաբերենով, ես երբևիցե չեմ հանդիպել այսպիսի մի երկրի ղեկավար կամ վարչապետ կամ նույնիսկ նախարար, որ ելնի եւ այսպիսի պատասխանատու ամբիոնից Եվրոպական խորհրդի ելնի եւ խոստովանի իր հավատքը, խոստովանի Հիսուս Քրիստոսը որպես Տեր եւ Փրկիչ։ Եվ սա ուղղակի ինձ ստիպում է, որ ես հիշեմ ավետարանական այն խոսքը, որ ասում է, որ այն որ զիս խոստովանի մարդկանց առջև, ես իրան կխոստովանեմ հորս առջև, որ երկինքն է։ Այսինքն այսօր որևէ մեկ եկեղեցական կամ աշխարհական
պատասխանատու մարդ այդ համարձակությունը չի ունեցել քաղաքական դաշտի մեջ խոստովանի իր հավատքը եւ խոստովանի որպես Տեր Հիսուսը իր բրգիչը եւ իր միակ բրգիչը Սա մեզի համար մեծ բան է այսինքն մեկ ժիրայրդան ես մտածում եմ որ մենք ինչ ենք ուզում մենք հայերս ինչ ենք ուզում Այսօր աշխարհը դակն ու վրա վիճակի մեջ է պատերազմները ամեն տեղ են եւ պատերազմը մեր հարևան երկրի մեջ է այսինքն կարող է սխալմամբ մի հատ հրտիր ինքնի Աստված մի արասե Երևանի վրա ինչ որ բադահում է բադայից Ադրբեջանի բադայից Թուրքիայի եւ մենք այդ մեկ հրտիրի պատասխանատվությունը չենք կարող գրել այդպիսի մի բան եթե բադայի ամբողջ մեր երկիրը դակն ու վրա կլինի մենք ինչ ենք ուզում Այս մարդը մեզ բերեց խաղաղություն, այս մարդը մեզ բերեց հավատք, այս մարդը ամրապնդեց հայ առաքելական եկեղեցու հասկացողությունը, բայց տեսեք մյուս կողմից այս մարդը կարոզում է սեր եւ խաղաղություն, մյուս կողմից եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք իրենք կոչված են այդ խաղաղությունը եւ սերը կարոզելու, մենք տեսնում ենք միայն ու միայն ադելություն են սերմանում ժողովրդի մեջ։ Սա մեզ ուր է դանելու, ինչ եք ուզում։ Այս մարդը մեզ բերեց խաղաղություն, մեր սահմանազատումը ամբողջական եղավ։ Այս մարդը ամբողջ աշխարհի արժև այդ Հայաստանի քարտեզը իր գրծքին խփած Ուրեմն ցույց է տալիս իդես մարդկանց, որ մենք ունենք Հայաստանի Հանրապետություն, մենք ունենք հայ ժողովուրդ, մենք ունենք հավատք, մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք եւ այլն։ Եվ նաեւ մյուս կողմից ես թող մարդիկ այնպես չնկատեն, որ ես դե ասում են այդ անունը հելելա Նիկոլագանա։ Ես Նիկոլագան չեմ։ Ես տեսնում եմ հարցերը իմ բարձ աչքերով Եվ իրականությունը այս է, այս մարդը, մեր երկրի վարչապետը, ինչ որ դվեց այս երկրին, ովևէ մեկ նախագահ նրանից առաջ չի դվել, ոչ մեկ պատասխանատու այդքան հոգսը չի արել Հայաստանի, ինչքան որ այս մարդը, այսինքն եւ ինքը իր այդ երկվա խոսքը բարձրապես հաշվետվություն էր այն իրադարձություններուն, որ դեղի ունեցավ մանավանդ վերջին դարուն սկսած խաղաղությունից, բայց միայն այդքան չէ։ Այս մարդը բացի որ մեզ խաղաղություն բերեց, նաև ժողովրդին վիճակը բարելավեց։ Եվ ես խոսում եմ, որովհետև ես ճանաչում եմ կոնե 2-3 հոգու, որոնք վերջերս գնացին, մեկը աչքի գործողություն արեց, մեկը սրտի գործողություն արեց, գնացին բոլորը անվճար մի գոբեկ չմուծեցին եւ նույնիսկ թեղորայքը դվեցին առանց փողի։ Դուք ինչ եք ուզում։ Դաժե մենք Եվրոպայում այսպիսի բան չունենք, փող պիտի մուծես նրա համար։ Բայց այս մարդը իր առավելակույնն է անում, որովհետեւ մեր երկրի վիճակը բարելավի։ Այո, Ժիրայր ջան, շատ ցավալի է։ Ես ասում եմ, եթե հիշում եք վերջին անգամ որ դուք ուզեցիք հարցազրույց անել, ես ասեցի, ես էլ չեմ ուզում հարցազրույց անել, որովհետև ես հիասթափված եմ այս ամեն ինչից, բայց այս մարդը ամեն օր մեզ զարմացնում է, այս մարդը ամեն օր փաստում է, որ ինքը եկել է անելիք ունի մեր հայրենիքի համար, եւ բարելավում է մեր կյանքը, եւ ոչ թե միայն ֆիզիկական կյանքը, ոչ թե միայն խաղաղությունը, այլև ամենակարևորը մեր հոգեվոր կյանքը, մենք դակամին ինչ ենք ուզում, դակամին մի քանի տարիներ առաջ էր, երբ որ ինքը եկավ, սկսեցին զինք ամպաստանել, որ հայ եկեղեցու պատմություն առարգան վերցրել, չգիտեմ ինչ եղբայր, պատմություն առարգան, որ քրքերի մեջ էր, այդքան իզորու չէ, ինչքան որ ինքը իր հոգևոր եւ պատմական առարգան անձի մեջ է ներկայացնում։ Մենք չենք ուզում քրտուղտերի մեջ, քրքերի մեջ գրված պատմություն, գրված հավատք։ Մենք ուզում ենք մի մարդ, որը գենթանի ներկայացնի աշխարհին այս ամեն ինչը։ Եվ այս մարդը հաջողվեց, ոչ թե միայն Հայաստանին ներկայացրեց, եթե նա մնար Հայաստանից իրեններս միայն։ Ես պիտի կարող եմ մեկը ասի, որ գեղձավորություն է, չգիտեմ ընտրությունների համար է, որովհետեւ հայրաքելական եկեղեցու հետևորդների իրեն ընտրեն, ոչ Ինքը նրա գարիկը չունի եւ ինքը երեք փաստեց իր հավատքը եւ իր հայրենասիրությունը ամբողջ աշխարհի, իդես աշխարհի ինքը հայտարարեց դա եւ իզարմանս
որ եվրոպական ժողովուրդը, եվրոպական խորհրդի մեծ մասը բոլոր անհավատներ են։ Այսինքն Եվրոպա մենք չեք տեսել պատասխանատու մի նույնիսկ քաղաքապետարանի պատասխանատու, որ հավատք ունենա։ Ընդհակառակը այս մարդիկը փորձում են հավատքը վանել ժողովրդի մեջից, փորձում են եկեղեցին դարանչադել պետությունից, փորձում են ինչ ասես ամպաստանություններով, թադերով, բաներով փորձում են եկեղեցին հեղինակազրկել, բայց այս մարդը մեր եկեղեցու արժեքը, մեր հավատքի արժեքը բարձրացրեց ամբողջ աշխարհի արժեք եւ այս խորհրդարանի բոլոր անդամները մեծից մինչեւ փոքր, փոքրից մինչեւ մեծ բոլորը ոտքի ելան եւ ծափահարեցին ոչ թե վարչապետին, ծափահարեցին հայ ժողովրդին։ Մենք ճանաչելի դարձանք, մենք աշխարհում ճանաչելի ենք միայն Շարլ Ազնավուրով, չգիտեմ ինչով, բայց այսօր մեր երկիրը հանրաճանաչ եղավ աշխարհի բոլոր ադյամներում եւ որպես հայ արաքելական հավատացյալ, խաղաղասեր, սիրալիր ժողովուրդ։ Մենք սրանից ավել ինչ ենք ուզում, բայց նրա դիմաց ինչ կա։ Նրա դիմաց մենք ունենք բادرազմական գուսակցություն։ Այս գիտեք դա ինչ է բادرազմը։ Ես վստահ եմ, որ վարչապետը այս քաղաքարը վերցրել է իսլամների մոտից, այսինքն որ նրանց ամպաստանում են որպես Հուզբալլա, որպես չգիտեմ ինչ, Աստծո գուսակցություն եւ այլն, այսինքն մենք դարձրել ենք մեր հավատքը դարձրել ենք իսլամական, այսինքն որ մենք պետք է պայքարենք սիրով, Աստծո խոսքով, մենք դարձել ենք մահմեդական, որ մեր հավատքը դարել է սուրի եւ սպառնության միջոց, որովհետեւ մենք հասնենք որոշ նպատակների, ինչ որ նախնիները բերել կամ երրորդ երկրի շահերը պաշտպանել եւ այլն։ Սա մեծ ամոթ էր, բայց ես շատ ուրախ եմ։ Եվ վարչապետը երեկվա իր արածով ուզեց մեզ ասել. Գդրիչ Ներսիսյանը պիտի գնա, անխուսափելի է, պիտի գնա։ Եվ կարծեք թե երեկվա իր հայտարարությունից ես հասկացա, որ ինքը հասկացել է, որ արդեն աշխարհը լսել է, թե ինչ է կատարվում Հայաստանի մեջ, ինքը վերջին անգամ ուզեց ամբողջ աշխարհին ասել. իր վիճակը այս է, այս բادرազմական գուսակցությունը գոչված արաքելական եկեղեցու բարձրաստիճան որոշ հոգևորականներ, այս գուսակցությունը պիտի անհետանա եւ այս բեդը պիտի ոչնչանա, այսինքն ինչ էլ անեմ, ինչ էլ լսեք մեդիայով, ինձ չմեղադրեք, որ ինչու եկեղեցու բեդին հետ մենք այսպես վերաբերվեց։ Դա ինչպես է խորհրդանշում Կտրիչ Ներսիսյանի կամ կաթողիկոսի հեռացումը, այսինքն մենք տեսնում ենք նաև որ հոգևոր խորհրդի կողմից կամ այդ հոգևոր բարենորոգման խորհրդի կողմից առանձնապես էլ ակտիվություն չի էլ նկատվում։ Եղբայր, ինչ ակտիվություն եք սպասում, Ժիրայր ջան, սրանք ինչ անեն։ Այսինքն զենք առնեն, գնան Էջմիածին, սրանք գրագեն, ինչ դու անեն։ Այս մարդը չի ամաչում մարդկանցից եւ ոչ որ Աստծուց է վախենում, ինչ պիտի անեն, անջար են, խոսեցին, ես էլ խոսեցի, մերանք խոսելով, ժողովուրդը հասկանում է մեզ, բայց այս մարդը ցայն բարբարո անաբադի, այս մարդուն ինչ ասես ասում է անցրևա գալիս, այսինքն ինչ պիտի անի այդ խորհուրդը, իր հայտարարությունը արեց, իր ասելիքը ասեց, լավ ինչ թող անի։ Ես ճիշտն ասած, ես մինչև 3 չարչի օր, ես ծերբահ էի եւ մտածում եմ, որ ինչ որ մտածում էի, ինչ որ մի բան այն չի եւ ինչ որ գշիրկի նժարը փոխվեց եւ այս հարցը սարեց եւ պիտի պակվի եւ պիտի գնա։ Բայց չէ, երեք վարչապետը հայտարարեց, որ ինքը ուրիշ անելիք ունի, ինքը ուրիշ քարտեզ ունի այս ամեն ինչին եւ մարդը այդ ամեն ինչ որ խոստացավ հաջողացրեց եւ մնացել է այս կետը եւ ինչ որ քիչ առաջ ասեցի, այսինքն ուզեց աշխարհին ասել, որ մեր իրավիճակը էսա եւ մենք լուր չենք մնալու եւ տեսեք վարչապետի այս հայտարարությունը իրեն պատասխանատվության արժեվ դրեց Շիրայր ջան, այսինքն ամբողջ աշխարհը այսօր իմացավ
որ հայ առաքելական եկեղեցու բեդը մի քանի եպիսկոպոսներով բادرազմական կուսակցություն են հիմնել քանտելու խաղաղությունը, որուն ամբողջ աշխարհը ցկտեց։ Եվ եթե ինքը այդ խոստումը չկատարեց, որովհետև ինքը այնտեղ ասեց, «Էլ չենք կարող հանդուրժել»։ Այսինքն իրենց ասումը մեզ չմեղադրեք, էլ չենք հանդուրժել։ Եվ դա իրենց դրեց պատասխանատվության առջև, բավաղը պիտի ասեն, որ բա ինչ արեցիր։ Բա ասեցիր, մենք ես ծափարեցինք, ինչ արեցիր։ Քո հարաճիգայի քայլերը ինչ են։ Եվ ինքը այդ քայլերով պիտի ապացուցի, որ այո, իր ասածը ճիշտ էր, եւ ինքը նրա համար ուրեմն քայլեր ցերնարգեց, որբեսի ցերպազատվենք այս հրեշներից, որոնք դարձել են իսկապես մեր Հայաստան աշխարհի համար դարձել են ուղղակի հրեշներ, որոնք փորձում են ամեն ինչը խանգարել, ամեն ինչը, սկսած խաղաղությունից։ Տեր Արմեն, այդ թվում եւ եկեղեցու վերնախավը փորձելու է ընտրական process-ներին միջամտել, խանգարել, ուղղորդել, ինչ որ մասնակցություն ունենալ, որպեսզի իրեն հաճո, այսպես ասած, դերակատարներին ինչ որ ձևով աջակցություն եւ սատար կանգնի։ Բնականաբար, եւ այդ է ամբողջ process-ը այն է, որ այս մարդիկ ուզում են հեղինակազրկել վարչապետը եւ վարչապետի գուսակցությունը, որովհետեւ իրենք նախնիները կամ իրենց ուզած մարդիկը բերեն, բայց չեն հաջողվելու։ Եվ եթե հաջողվեն, վայ մեզ, բայց ես ասում եմ 100% վստահ եմ, որ իրենք չեն հաջողվելու, որովհետեւ մենք նախնիները տեսանք, մեր ժողովուրդը նախնիները տեսավ եւ մենք էլ տեսանք նախնիները եւ ներկան։ Այնպես որ հիմա ընդրությունը այստեղ է։ Եթե դուք ուզում եք խաղաղություն, եթե դուք ուզում եք բարելավում հայրենիքի մեջ, եթե ուզում եք բժշկություն, եթե ուզում այս մարդը ցես ամեն ինչ դրամատրեց սկսած ճանապարհներից, ամեն դուք պիտի գնաք նախնիները ընտրեք, դե ընտրեք ուրեմն դուք արժանի եք նրանց։ Եթե նրանց պիտի ընտրեք, դուք արժանի եք նրանց եւ նրանց մակարդակին եք։ Այսինքն ուրիշ ինչ կարող ենք ասել ժիհաճա։ Այնուամենայնիվ նաև ինչպես եք վերաբերվում այն դատական գործերին, երբ օրինակ տարբեր հոգևորականներ կալանքներից ազատվում են, եւ օրինակ վերջինը Արշակ Սրբազան կամ Արշակ Խաչատրյանը, գիտեք ինչու եմ հարցնում, որովհետեւ ինչն է տարօրինակ, էլի, այդ նույն գործով ինչ որ ուրիշ մեկին կարող են բռնել, դատել մի 3 տարի, 6 տարի, միանգամից տենց արագ դատեր են իրականացվում, բայց երբ խոսքը վերաբերում է մարդու, որը որոշակի հանրային ճանաչելիություն ունի, այդ գործերը, չգիտեմ, կամ դառնում են, այսպես ասենք, անավարտ, կամ այդ մարդիկ շատ հանգիստ կալանքից ազատվում են ու նման բաներ։ Երկրորդն էլ ոչ մի հետևանք չի ունենում, երբ եկեղեցու վերնախավը չի ճանաչում Հայաստանի Հանրապետության դատական համակարգի որոշումները, այսինքն պետությանը չի ճանաչում։ Հիմա ինչի եք զարմանում, որ այսինքն որ այսպիսի ընթացք ունեցավ եւ իրենք կալանքից ազատ արձակվեցին, ես կարծում եմ այնտեղ զարմանալու բան չկա, ինչպես ասացիք, եթե բարձ մարդ լիներ, ինքը դարբեր դատական ընթացք պիտի լիներ եւ հավանաբար նա ջաղերի յետև կմնար մի 100 տարի կամ կոնե 5 տարի։ Այսինքն այնտեղ երբեք զարմանալու չի, որովհետեւ այս բադահարձով փաստվեց, որ երրորդ գողմ կա։ Եվ այդ երրորդ կողմը դարբեր քաղաքական կամ դարբեր երկրների միջամտություն կա, որոնք այս մարդկանց կողքին կանգնած են։ Եվ հիմա նրանք ինչպես են գործում, ես չգիտեմ, սպառնալիքով է, փողով է, քաղաքական դիրքորոշումով է, ես չգիտեմ, բայց դուրս գալը միայն մեկ բան ապացուցեց, որ այս մարդկանց կողքին կան մարդիկ, որոնք քերբեդություններ են եւ իրենք կարողանում են ինչ որ մի ձևով աստել եւ այս մարդկանց ազատ արձակել։ Փաստվեց, որ այսինքն իրենք գիտեն, որ այս դատական ակտերը կարող են միջամուխ որոշ բեդություններ կարող են միջամուխ դառնալ եւ այս դատական ուրեմն process-ները փոխել։ Այնպես որ երբեք զարմանալու չի, բայց մյուս կողմից էլ ես մի բան մեղադրեցի երկրի վարչապետին, որ այսինքն այս ինչ հայտարարություն է։ Այսինքն մանավանդ վերջին թադը, որ մենք տեսանք, Արշակի թադը, ուրեմն այնտեղ դատական process էլ տեղի ունեցավ։ Մենք միայն մի քանի ամիսներ առաջ լսեցինք, որ այդ էլեմենտները գորել են դոսյանի մեջից, սենց մի բան իմացանք, հետո առանց դատական process-ի մի անգամից էլ
դուրս եկավ եւ ազատ արձակվեց, բայց նայեցեք, ես սրա մեջ ուզում եմ մի ուրիշ բան էլ տեսնել, ուզում եմ տեսնել, որ այսինքն մեր երկրի ղեկավարությունը դակավին փորձում է, եթե հիշում եք, ինքը քանի անգամ գդրիչին ասեց, որ քեզ ժամանակ եմ տալիս հրաժարականը դուր եւ գնա։ Ես տեսնում եմ նրա մեջ դարձյալ բարյացակամություն վարչապետի կողմից, չափազանց քրիստոնեական թիրքորոշում վարչապետի կողմից, որպես որ վերջին առիթ, որ այս մարդիկը հավաքվեն քնան։ Եվ երեկվա վարչապետի խոսքը ապացուցեց, որ ինքը գդրուկ քայլերի է գնում եւ գդրիչի եւ իրապենդեն պիտի հայտնվեն ոչ միայն ջաղերի հետեւ, այլ նաեւ պիտի հայտնվեն պատմության աղբանոցի մեջ։ Ես այսպես եմ տեսնում, չգիտեմ։ Եվ թող երբեք չգաբեն այս հարցերը ընդրությունների հետ, այս իրադարձությունները, եթե չեմ սխալվում, ընդրությունները հունիսին են, չէ՞։ Այո, ես կարծում եմ, որ նույնիսկ ընդրություններից առաջ այս հարցը պիտի լուծվի եւ վերջնական լուծում պիտի գտնի։ Ես համոզված եմ։ Սանդրության հետ կապ ունի։ Շնորհակալ եմ Ջիրաջան։ Զրուցակիցս Վառնայի հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյաններ, բաժանորդագրվեք ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը այս տեսանյութի մեկնաբանության բաժնում է։